Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրյալ գեներալներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Վալերի Գրիգորյանը հրաժարվել են իրենց ցուցմունքներից։ Դատարանում հայտնեցին նրանց պաշտպանները, հայտարարելով, որ Ալեքսանյանն ու Գրիգորյանը նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել առանց պաշտպանների։ Ուստի միջնորդեցին այդ ցուցմունքները համարել անթույլատրելի եւ հանել ապացույցների շարքից։ Միջնորդությանը դեմ էր հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը, նշեց այն ենթակա է մերժման, քանի որ առկա չեն որևէ փաստական տվյալներ, որոնք թույլ են տալիս արձանագրելու, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ։ Մեղադրյալները նախաքննության ընթացքում մի քանի անգամ արձագանվել են եւ տվել են ցուցմունքներ, իսկ երբ ստացել են մեղադրյալի կարգավիճակ, ըստ էության, եթե հիշողությունը չի դավաճանում, հրաժարվել են ցուցմունքներ տալուց։ Բացի այդ, ըստ մեղադրողի առջևում դեռ բազմաթիվ գործողություններ կան եւ որևէ մեկը չի կարող պնդել, որ հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալները ցուցմունք չեն տա։ Դատարանը պարզաբանեց, որ մեղադրյալների նախաքննական ցուցմունքները չեն ընդգրկել հետազոտման ենթակա ապացույցների ծավալում, փոխարենն ընդգրկել են դատարանում նրանց հարցաքննությունները։ Երբ մեղադրյալները ցուցմունքներ չեն տա կամ կտան այնպիսի ցուցմունք, որը կհակասի նախկինում տվածներին, այդ ժամանակ նոր կառաջանա այն հրապարակելու հարցը։ Քանի դեռ այդ փուլին չեն հասել, դատարանը հետաձգեց միջնորդությունների լուծումը։ Այնուհետև դատարանն անցավ հիմնական դատալսումների փուլին, որի ընթացքում մեղադրողը հանդես եկավ բացման խոսքով, սկզբում ներկայացնելով մեղադրյալներից Ալեքսան Ալեքսանյանի մեղադրանքը, որը 2005 թվականին եղել է Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար։ Սերժ Սարգսյանին օժանդակել է վատման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 526 միլիոն 520 հազար դրամի վնաս, ինչպես նաև նույն եղանակով օժանդակել է Toyota Երևան ՍՊ ընկերության մասնակիցների կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 645 միլիոն 920 հազար դրամ շուկայական արժեքով գույքի օրինականացմանը։ Մեղադրողը ներկայացրեց նաև Վալերի Գրիգորյանի մեղադրանքը, որը 2003-ից 2009 թվականներին կրկին զորամասի հրամանատար է եղել։ Նա ըստ մեղադրանքի 2005 թվականին դիմել է այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, խնդրելով բնակարանի նորոգման ծախսերը հոգալու համար իրեն ֆինանսապես աջակցել։ Սերժ Ազատի Սարգսյանը Վալերի Գրիգորյանին առաջարկել է ձևականորեն գնել նախարարությանն անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում Ծովական Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1.194 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքը եւ թանկ արժեքով վերավաճառել այն։ Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է հիշյալ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ էժան գնով։ Արդյունքում 95 միլիոն 680 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով 18 միլիոն 828 հազար դրամով ուղղակի վաճառքով վաճառվել է Վալերի Գրիգորյանին։ Սերժ Սարգսյանի մեղադրանքը հանրային մեղադրողը կհրապարակի 2026 թվականի փետրվարի 3-ին նիստում։ Նա մեղադրվում է Եռաբլուրին հարակից հողատարածքներ օրենքի խախտման պոտարելու համար։ Տաթև Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։